Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, և սա իմ հեղինակային ծրագիրն է, ինտերիեր դիզայնի, արվեստը։ Ուզում եք վերանորոգել ձեր բնակարանը, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին և ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Այսօրվա մեր թեման անցած ծրագրի շարունակությունն է։ Անցյալ ծրագրում մենք խոսեցինք նորածնի սենյակի նախագծման մասին և այսպես։ Այսօր կքննարկենք դպրոցական երեխաների համար նախատեսված սենյակի ճիշտ նախագծումը և ձևավորումը։ Սովորական բնակարաններում, երբ սենյակների քանակը այնքան էլ շատ չէ, առաջանում են խնդիրներ, թե ինչպես ապահովել յուրաքանչյուր երեխային իր առանձին սենյակով։ Բնականաբար ցանկացած ընտանիքում երեխաների քանակը տարբեր է, բայց հարցը ավելի է բարդանում, երբ ընտանիքում կան աղջիկ և տղա։ Ծնողների առջև ծանրանում է մի խնդիր, թե ինչպես կազմակերպել տարածքը, որտեղ քույր և եղբայր կարող են ապրել ներդաշնակ։ Երկու և ավել երեխաների համար նախատեսված սենյակը պետք է այնպես նախագծել, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր առանձին անկյունը։ Աղջիկները հաճախ ուզում են ունենան իրենց սեփական հարմարավետ անկյունը, որտեղ կարող են ստեղծագործել, գիրք կարդալ և այլն։ Մյուս կողմից տղաներին անհրաժեշտ է ավելի մեծ խաղահրապարակ, որտեղ կարող են ծախսել իրենց էներգիան։ Միևնույն ժամանակ և աղջիկները և տղաները պետք է ունենան հարմարավետ աշխատանքային գոտի, որտեղ կարող են կարդալ, գրել և աշխատել համակարգչով։ Մանկական սենյակ նախագծելիս ամենաառաջինը պետք է գնահատել տարածքի մակերեսը։ Երկու երեխայի համար նախատեսված սենյակը պետք է լինի ոչ պակաս 16 քառակուսի մետր։ Իհարկե, ավելի մեծ սենյակը ավելի նախընտրելի է, քանի որ այդ ժամանակ մենք ունենք ավելի մեծ հնարավորություններ տեղավորել այնինչ մենք ցանկանում ենք։ Մենք նշում ենք անհրաժեշտ մակերես, բայց մեծ նշանակություն ունի սենյակի երկրաչափական ձևը և չափերը։ Օրինակ, այսօր մեզ կառուցապատողները ավելի հաճախ առաջարկում են երկարավուն հատակագծային լուծումներ, որտեղ նեղ հատվածում ընկնում է պատուհանը։ Նման հատակագծային լուծումները առաջացնում են խնդիրներ կահավորման ժամանակ։ Խոսենք կահավորման մասին, հարց է առաջանում. ինչ դիրքով և ձևով պետք է տեղադրվի մահճակալը սենյակում, որպեսզի շատ տեղ չզբաղեցնի։ Սենյակում պետք է մնա ազատ մակերես, տեղաշարժի և խաղալու համար։ Փոքր սենյակում կարելի է երեխաների համար ընտրել երկհարկանի մահճակալ, որը նաև կտնտեսի հատակի մակերեսը։ Նման լուծումները պետք է օգտագործել շատ հարկադրված ժամանակ, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր առանձին լիարժեք մահճակալը։ Երկար կառուցվածք ունեցող ննջարաններում ցանկալի է մահճակալը դնել պատի երկայնքով։ Այդպես նաև կտնտեսեք հատակի մակերեսը։ Իսկ քառակուսի և լայն ննջարաններում կարելի է մահճակալները դնել կողք կողքի, բայց հաշվի առնել, որ պետք է լինի անցում իրենց արանքում։ Ամեն երեխա պետք է ունենա իր առանձին պահոցը, իր իրերը պահելու համար։ Մանկական սենյակում դարակները և պահարանները բավականին շատ են։ Եվ ճիշտ կլինի, որ այնպես նախագծված լինեն, որ լինեն ֆունկցիոնալ։ Եթե դուք ունեք խնդիր, հարկավոր է բաժանարար պահ։ Այդ հարցը կարելի է լուծել պահարանի միջոցով, բաժանելով օրինակ մահճակալը աշխատասեղանից։ Որպես բաժանարար պատ նաև կարող է լինել դեկորատիվ վարագույրը։ Նաև եթե դուք ուզում եք ինչ-որ կերպ զոնավորել սենյակը, դա կարող եք անել գույնի կամ դեկորատիվ երեսապատման միջոցով։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ կահավորումը և էլեկտրական կետերը պետք է իրար հետ համատեղել։ Օրինակ աշխատասեղանը պետք է անպայման ունենա իրենքից վարդակներ, որպեսզի միացնենք համակարգիչը և այլ սարքավորումներ։ Չմոռանանք նաև լուսային սցենարների մասին և նրանց էրգոնոմիկ կառավարման մասին։ Այժմ խոսենք պատերի և գունային լուծումների մասին։
Մանկական սենյակը, ի տարբերություն ուրիշ սենյակների, ունի իր առանձնահատկությունը։ Այն երեխայի տարիքային փոփոխման հետ նույնպես ձևափոխվում է։ Կարևոր է ֆիքսել, որ երեխայի ճաշակը եւ նախասիրությունները տարիքի ընթացքում փոփոխվում են, եւ պետք է այնպես անել, որ սենյակը նույնպես հնարավոր լինի ձևափոխել առանց վերանորոգման։ Լավ կլինի սենյակը լինի նեյտրալ երանգների, իսկ ինտերիերը հիմնականում կազմված լինի կահույքից եւ դեկորներից։ Եվ այսպես, եթե փոխում ենք կահույքը եւ դեկորները, ինտերիերը նոր տեսք եւ շունչ է ստանում։ Չմոռանանք նաեւ ինտերիերի դոմինանտի մասին։ Այս դեպքում դոմինանտը կարող է հանդիսանալ մեծ գեղեցիկ նկար կամ դեկոր, որը նույնպես կարելի է փոփոխել։ Մանկական սենյակի կազմակերպումը բարդ է, բայց միաժամանակ շատ հաճելի։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։